Զրուցում եք ադրբեջանագետ Արամ Փոլադյանի հետ։ Ըստ էության Հայաստանի գոնե իշխանությունները խաղաղության են գնում եւ նաեւ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ ասաց, որ մենք խաղաղության ենք գնում եւ կրակելու հրաման էլ չկա, իսկ ինչի է այս օրերին գնում Ադրբեջանը, եթե մենք խաղաղության ենք պատրաստվում, մեր թշնամին ինչի է պատրաստվում։ Ուրեմն ես վերջին 3 տարիների ընթացքում, եթե ոչ ավելի, տասնյակ անգամներ բազմիցս բաց հայտարարել եմ ու կցանկանամ վերահաստատել խոսքս առայն, որ ադրբեջանցիները ջանք ու եռանց չեն խնայելու, բոլոր հնարավոր գործիքակազմերն օգտագործելու են նախ առաջին հերթին կամ խաղաղության պայմանագիր չկնքելու, որովհետև ինչպես բազմիցս ասել եմ, այո, պատերազմն Ալիևի թթվածինն է։ Երկրորդը, եթե նույնիսկ համարենք, որ կհասնի Ադրբեջանն այդ կետին, որ կորոշի ստորագրություն դնել, Ադրբեջանի ահաբեկչական վարչակազմի ղեկավարը կորոշի այդ ստորագրությունը դնել նշյալ փաստաթղթի ներքո, ապա դրան զուգահեռ լինելու են հսկայածավալ ու աղետաբեր, որոնց ընդունելը չեմ ուզում ասել ինչ կնշանակի, չեմ ուզում ասել թե ինչ հետևանքներ կարող են ունենալ, որովհետև նախ շաբաթան շատ եմ դրա մասին խոսել, եւ երկրորդն էլ չեմ ուզում, որ անտեղի տարածել դառնապալից դրամատուրգություններ, քանի այս պահին չեմ տեսնում ամենևին, չեմ տեսնում միտում Ադրբեջանի կողմից այս նորարարությունը դնելու եւ հավատացեք, քանի դեռ այդ ստորագրությունը դրված չէ Ադրբեջանի կողմից եւ պայմանները Ադրբեջանի կողմից վստահ եմ բանակցություններից կամ բաց հայտարարություններից դուրս առաջադրվում են հայկական կողմին, քանի դեռ դրանք ընդունված չեն կամ լիապես ընդունված չեն եւ այդ պայմանագիրը ստորագրված չեն, վտանգները անշուշտ միանշանակ ու աներկբա այնքան շատ չեն, որքան կլինեն օրինակ այդ օրերին, կանխատեսելի կլինեն այն օրերին, որ երբ դա ստորագրվի, հուսանք այդ ուսանագրման ծայրահեղ վիճակի չենք հասնի, որովհետև ուրեմն Ադրբեջանի հիմնական ուղղությունները, Ադրբեջանի կողմից վարվող արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները նախ սերտ կապված են նաև ներքին քաղաքականության հետ, որովհետև Ալիևը չի կարող ուղղակի հետ կանգնել հաղթան ճակերտավոր ասած, հաղթանակի կամ իրեն նվիրված հաղթանակի ժամանակավոր օկուպացիայի հետևանք հանդիսացող ուրեմն էյֆորիայից չի կարող Ալիևը ուղղակի մեկ օրում հրաժարվել, որովհետև այդ դեպքում ծայրահեղ ծանրակշիռ նշանակություն ունի իր շատ երկար ժամանակ ներիշխանության հայկին մնալու համար։ Սա մեկը, երկրորդը որևէ մեկը ոչ մեկ չի ասել, պաշտոնական մակարդակում, այլև ընդհանրակը տարբեր խորհուրդներով ասում են մեսիջներ առայն ու դրանք ոչ միայն չեն հերկվում, երբ ինչ-որ կերպ միտումնավոր արտահոսք է տեղի ունենում, ոչ միայն չեն հերկվում, այլև ընդհանրակը թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի ղեկավարության պաշտոնները, Ալիևի մակլավիկները փորձում են ընդհանրակը ամեն ինչ անել դրանք էլ ավելի տարածելու երկու հասարակությունների մեջ, թե մեր հասարակության եւ թե Ադրբեջանի վարչակարգի ձեռքում պատանդարված հասարակություն։ Հետևաբար ինչին է խոսքս վերաբերում, որը մեկը որ ասում չի հրաժարվել, խոսքը գնում է բանչոդի հարող եւ բանչոդիզմի նպատակներին ծառայող գործողությունների մասին հստակ ու համուշ քայլերով ձգտում է Թուրքիան եւ Ադրբեջանի ձեռամբ դա փորձում է իրագործել մի շարք դրվագներում, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններում
Երրորդը հսկայածավալ, իրապես շատ մեծ, չափազանց մեծ ու անիրական նույնիսկ թվացող մեծ ուրեմն պարտավորությունները, որոնք ունեն այն երկրների նկատմամբ, որոնց շահերը սպասարկում են սեփական երկրում եւ ուրեմն այսօր արդեն տեսնում ենք, որ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում տեղի ունենում կառավարական ցույցեր, դրան զուգահեռ շոյում պայպայում են այն ճակերտավոր ասված քաղաքացիական միջազգային օդանավակայանները Բաշկաստանի հետ սահմանին, որոնք ունեն անշուշտ բացառապես ռազմական նշանակություն եւ ուղղված են ոչ միայն կամ առաջին հերթին ոչ Հայաստանի դեմ։ Սա էստեղ եւ զուգահեռաբար իհարկե Ադրբեջանը արտակերպման ճանապարհին հասել է մի կետի, որտեղ խաղաղության պայմանագրի կնքումը կնշանակի արտակերպման գործընթացի, արյան ցեղասպանությունների արտակերպման ճանապարհի ընթացքում վայրընթաց, որովհետև ուզեն թե չուզեն խաղաղության պայմանագրի պարագայում ինչ որ պահի պետք է դադարեցնեն կամ նվազեցնեն անասելի մեծ ուղղակի անաստված մակարդակի հասնող հայատյացության քարոզը, մասնավորապես հենց պետական դերերից հնչող, պետական ապարատից հնչող հայտարարությունների մասին է խոսքը, որոնք անշրջելի կարևորություն ունեն այնտեղ հասարակության համար։ Հետո վստահ կարող ենք ասել, որ լավ իրավիճակում անշուշտ գաղափարական թշնամու դեմ անվերջ պայքարը չափազանց կարևոր է։ Համար զուգահեռաբար 5-րդ կետը պետք է նշեմ, քաջ գիտակցում են, որ այսօր այն իրողությունը, որ կա, դրա հետ հայ հասարակության միստվար մասը չի հաշտվելու եւ իրենք քաղաքացիական ոլորտում որոշակի ենթակառուցվածքների առումով, որոշակի հայտարարությունների առումով տեսնում են դրա ուրեմն պտուղները։ Պարոն Փալադյան, եւս մեկ հարց, այսինքն ստացվում է, որ այսօր ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ ժողովրդի գոնե հույս ունենանք, որ մեծ մասի համար հույսը Ադրբեջանի չստորագրելն է խաղաղության պայմանագրի, որովհետեւ մեր իշխանությունները ամեն ինչ անում են։ Հիմա ջան, միանշանակ տվյալ դեպքում այո, բայց ինչու՞ն է շատ կարևոր, որովհետեւ հիմա գուցե հերոսադիտողները լսեն, մտածեն, թե ինչու այո, շատ կարճ պատասխանեմ այդ հարցին, որովհետև այդ խաղաղության պայմանագիր կոչեցյալի զուգահեռ պահանջներ են հնչեցվել ու հնչեցվելու, եւ նույնիսկ դրանց կատարման պարագայում շարունակականությունը ահասարսու պահանջների ապահովվելու է Ադրբեջանի կողմից։ Հետևաբար նույնիսկ այս պահին հնարավոր չէ կասեցնել Ադրբեջանի ուրեմն հայատյացության վրա հիմնված քաղաքականություն, արտաքին քաղաքականությունը, որ ունի անշուշտ մի շարք սնող աղբյուրներ, հետո այդ փաստաթուղթը ուղղակի չի կարելի համատել, չգիտեմ, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ստորագրված պատերազմի հետ, Քեմփ Դեյվիդի պայմանագրի հետ կամ մի շարք այլ պայմանագրերի հետ ուղղակի, այսինքն ոչ թե նույնիսկ ես ներողություն եմ խնդրում ընդհանրապես այս պայմանագրի վերաբերյալ խոսելիս նման օրինակ պայմանագրեր մեջ բերելու համար։